Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանի քննարկում հաղորդաշարի հերթական թողարկումն է եւ այսօր մենք զրուցելու ենք հայտնի գրականահետ, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սամվել Մուրադյանի, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Մարտիկ Գասպարյանի եւ քաղաքակրթությունների խաչմերուկ հասարակական կազմակերպության նախագահ Արտուր Կարագյուզյանի հետ, ողջունում եմ պարոնայք։ Այսօրվա խոսակցության մեր քննարկումը լինելու է ձեր կողմից կազմակերպված այցելության մասին Ռուսաստանի Դաշնություն, որտեղ դուք հանդիպումներ եք անցկացրել հայկական համայնքների հետ։ Ես չեմ հիշում, որ վերջին տարիներին, այնպես պատերազմից հետո նման թեմայով հաղորդում եղած լինի հայկական հեռուստատեսություններում, որովհետև հայկական համայնքների հայկականության այդ խնդիրները, հայության խնդիրները ամբողջ աշխարհում կարծես թե հետին պլան մղվեցին, քանի որ ավելի դժվար վիճակի մեջ հայտնվեց Հայաստանի Հանրապետությունը։ Ես կուզեմ մենք խոսակցությունը սկսենք ձեզ հետ, պարոն Կարագյուզյան, որովհետև ըստ էության դուք եք եղել ձեր հասարակական կազմակերպության միջոցով է եղել այդ այցելությունը։ Պատմեք, ինչ այցելություններ, ուր գնացեք, ինչ նպատակներ ունեիք, հետո խոսք կտանք մեր հարգարժան հյուրին։ Շնորհակալություն պարոն Հարությունյանը հրավերի համար։ Ասեմ, որ Յարոսլավլի հայկական Նայիրի համայնքի հետ իմ կապը բավականին երկար պատմություն ունի, նախորդ տարի պլանավորել էինք մեր ֆիլմ, վավերագրական ֆիլմ համայնքի մասին, որը բավականին երկար եւ հարուստ պատմություն ունի, ունեն հայկական հրաշալի եկեղեցի, շատ մեծ եւ կահավորված լուսավոր դպրոց, որտեղ բոլորով միասին եղանք, եւ նշեմ, որ այսօր ես նաեւ ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի գիտության հանրամատչելիացման եւ զարգացման ծրագրերի վարչությունը, որի աշխատակիցն եմ, եւ այսպես երկարատև նախապատրաստական աշխատանքների արդյունքում Յարոսլավլի հայ համայնքի հետ մասնավորապես դպրոցի տնօրեն Արուստամյան Վիտալի Բագրատչի հետ եկանք հանգեցինք այն համոզման, որ հայապահպանական դպրոցի աշակերտների, ուսուցիչների կարճատև թեկուզ վերապատրաստման, ոգևորման, հայրենասիրական հաղորդակներ այսպես փոխանցելու նպատակով իմաստավորվում է մասնագետների այց Յարոսլավլի մարզ։ Եվ համայնքը դիմեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանին, ով անմիջապես մարտադրեց, որ չի առարկում, ակադեմիայից 4 անձնավորություն եւ եւս 4 անձնավորություն ակադեմիայից դուրս, մասնավորապես մեր հյուրերից պարոն Մուրադյանը ներկայացնում է Երևանի պետական համալսարանը, Մարտիկ Գասպարյանը Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ազգային ակադեմիան, բայց նաև հայապահպանական եւ պահանջատիրական խնդիրների մեծագույն փորձագետ է, եւ ամսի 14-ից մարտի 14-ից 18-ը կազմակերպեցինք այցը Յարոսլավլի մարզ։ Նախապես եղանք Պերեսլավլ-Զալեսկի քաղաքում, որտեղ արժանացանք հրաշալի մեծ ընդունելության, հանդիպում ունեցանք դպրոցում աշակերտների ուսուցչական կազմի հետ, այնուհետև երեկոյան հանդիպեցինք քաղաքի ամբողջական համայնքի ներկայացուցիչների հետ, մեր պրոֆեսորադասախոսական կազմը իրենց ելույթներով ներկայացրեցին հայագիտության, լեզվաբանության, հայ պատմության, աստվածաբանության, էպոսագիտության խնդիրները, եւ տեղի ունեցավ նաեւ հարցուպատասխան, որը շատ աշխույժ, ակտիվ, անկաշկանդ մթնոլորտում անցավ։ Ես վերջում իհարկե առիթը կտակ իմ շնորհակալությունները կհայտնեմ եւ համայնքի անդամներին։ Նախ միանգամից ըստ հերթականության ասեմ, որ Պերեսլավլ-Զալեսկում մեզ ընդունեց եւ կազմակերպչական մեծ աշխատանք կատարեց համայնքի նախագահ Արտուր Արզումանյանը։ Այնտեղ ունենք պատվավոր հյուպատոս Վահագն Խաչատրյանը, մեզ այնտեղ հյուրընկալեց նաև ինքը եւ մեզ հյուրընկալեց այնտեղ
հնդալ բնակներից շատ հարգարժան գործարար Մակյանը, պարոն Մակյանը, Վոլոդիա Գրոնտովիչը։ Այնուհետև մենք տեղափոխվեցինք, գնացինք Յարոսլավլ քաղաք, որը մեծ քաղաք է, գիտեք, Զալատոյի կալցո կոչվող այդ շրջանակի մայրաքաղաքն է համարվում, պատմական քաղաք է, Յարոսլավլ Մուդրիի կողմից հիմնադրված քաղաք է։ Երևի մի կետում, որ կանգնում էին եւ 360 աստիճան պտտվում էին, առնվազն 6-ից 7 եկեղեցի մեր տեսադաշտում հայտնվում էին։ Սա նաև պատմականության առումով Յարոսլավլ քաղաքում մենք մասնակցեցինք Տեր Առաքելի կողմից իրականացված եկեղեցում պատարագին, որը շատ բարձր գնահատվեց նաև մեր պրոֆեսորների կողմից, պարոն Մուրադյանը աշխատել է մի քանի տարի Երուսաղեմում եւ շատ գիտակ է նաև պատարագների եւ տեքստերին եւ երաժշտությանը եւ կատարողականությանը եւ շատ բարձր գնահատվեց։ Մեր շնորհակալությունն ենք հայտնում նաև Տեր Առաքելին, ով ոչ միայն պատարագը մատուցեց եւ մենք մասնակցեցինք, այլև մեր բոլոր հանդիպումներին տերունական աղոթքով բացումները ինքը կատարեց։ Այս առումով ուզում եմ հատուկ գոհունակություն հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն եւ մասնավորապես Յարոսլավլի եկեղեցու հոգեվոր հովիվին։ Այնտեղ մեզ ընդունեցին բարձր մակարդակով Յարոսլավլի հայ համայնքի նախագահ Գասպարյան Ռոման Գասպարյանը, ով կատարել էր նաև մեծ կազմակերպչական աշխատանքներ, մեզ ուզում եմ շնորհակալությունս միանգամից հայտնել նախկին նախագահ Ռաֆայել Ավետիսյանին, այնտեղ նաև մեզ հյուրընկալած հյուրանոցի եւ համայնքի բարերարներից Վաղինակ Պողոսյանին, եթե որևէ մեկին մոռացա միգուցե ընթացքում ես կլրացնեմ, Պերեսլավլում մեզ շատ լավ ընդունեցին նաև դպրոցի տնօրենը բոլոր ուսուցիչները եւ հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն աշակերտներին, ովքեր այցելում էին եւ Պերեսլավլի, որտեղ մոտ 50 աշակերտ են այցելում, եւ Յարոսլավլի դպրոցների աշակերտներին, ովքեր իրենց արմատներին կարճած մնալու, իրենց պատմությունը, լեզուն, գրականությունը չկորցնելու, չտարալուծվելու այդ միջավայրին, այդ նպատակով շաբաթի 2 անգամ երկօրյա դպրոցը Յարոսլավլում շաբաթի 2 օր, շաբաթ եւ կիրակի օրերին այցելում են դպրոց, ուսումնառում են եւ հայ գրականություն, եւ հայոց լեզու, եւ հայոց պատմություն, եւ աստվածաբանություն, եւ տրամաբանություն, բազմաթիվ առարկաներ են այնտեղ դասավանդվում, եւ Յարոսլավլում նշեմ, որ կայացավ մեծ հանդիպում նաեւ պետական համալսարանի դահլիճում հայ համայնքի հետ, համայնքի ներկայացուցիչների հետ, որտեղ նույնպես մեր պրոֆեսորները, մասնակիցները ելույթ ունեցան, ես ուզում եմ շատ համառոտ անցնել մեր պատվիրակության կազմը ներկայացնել եւ խոսքը փոխանցել մեր հյուրերին նաեւ։ Պատվիրակության ես կխնդրեմ նաեւ մեր ռեժիսորին, որ լուսանկարները ցույց տալ, իսկ դուք շարունակեք։ Բարի, այս լուսանկարում մենք հենց Յարոսլավլի հայ համայնքում մեր հանդիպումից հետո է, որտեղ շատ լավ լուսանկարը հուշեց, որ նաև հյուրընկալել էին Յարոսլավլի հայ համայնքը, հյուրընկալել էր Իվանովի հայ համայնքի պատվիրակությանը նախագահի գլխավորությամբ, Կաստրամայի հայ համայնքի նախագահին իր պատվիրակությամբ եւ Վլադիմիրի հայ համայնքի նախագահին էլի պատվիրակությամբ հրաշալի միջոցառում անցավ, տեսար սա պատարագի մեր մասնակցությունն է եկեղեցում այստեղ ներկա են տեսնում եք Ակադեմիայի լեզվի ինստիտուտի տնօրեն պարոն Տատվալյանը, պատվիրակության մեջ էր մեր հարգարժան պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանը, գրականագետ դոկտոր բանասիրական գիտությունների նույնպես դոկտոր պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, պատմության ակադեմիայի պատմության ինստիտուտի ցեղասպանության պատմության բաժնի վարիչ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արմեն Մարուքյանը, միջազգային հարաբերություններ հանդեսի գլխավոր խմբագիր աստվածաբան Անահիտ Բանուչյանը եւ բժշկական համալսարանի Երևանի պետական բժշկական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի դասախոս էպոսագետ Ալինա Ղարիբյանը։ Կարծում եմ որևէ մեկին բաց չթողեցի, ես հետո նաև կանդրադառնամ
ռուսական կողմի հանդիպումը։ Խանյան, ես կուզենայի հարգարժան պրոֆեսոր Սամվել Մուրադյանին հետևյալ հարցը տալ, նախ ընդհանուր տպավորություն այդ այցելությունից եւ երկրորդը մասնավորապես Սփյուռքի նախարարության ժամանակ Սփյուռքի նախարարությունը կարծես թե կապեր էր հաստատել բոլոր այդ դպրոցների հետ, մատակարարում էր դասագրքեր, ինչ որ օգնություններ, ձեր տպավորությունը հիմա ուրեմն այնտեղ շարունակվում է Հայաստանի պետության կողմից այդ հայապահպանական ընթացքը, թե ինչ որ բան կանգի առել։ Շնորհակալություն հարցի համար։ Ուրախ եմ, որ հյուրընկալվել եմ Նոյան Տապան հեռուստաընկերությունում։ Այս հարթակը ինձ համար շատ սիրելի է, մանավանդ բարձր արհեստավարժությամբ աշխատող հեռուստալրագրողների մասնակցությամբ են իրականացվում բոլոր հաղորդումները, ես բարեխիղճ ունկնդիր դիտող եմ և այսօր հաճելի է, որ ներկայացել եմ նաև տարբերակության ընկերների հետ։ Քիչ առաջ տարբերակության ղեկավար պարոն Արթուր Արագյազյանը ներկայացրեց այն հիմնական կողմերը, որոնցով մենք այցելեցինք Յարոսլավլի մարզ, դա շատ հետաքրքիր այցելություն էր։ Մենք գնում էինք ոչ թե Ռուսաստան տեսել էինք, էլի էինք Ռուսաստան գնում, բայց գնում էինք մեր հայրենակիցներին այցելության։ Մեր այս ուղևորությունը բովանդակալից էր հենց նրանով, որ մենք տարել էինք Հայաստանի շունչը, տարել էինք հայոց պետականության ներկայությունը այնտեղ հեռավոր օտարության մեջ ապրող մեր հայրենակիցներին, որտեղ Նայիրի համայնքը հիմնադրվել է 1991 թվականից, ճիշտ եմ հիշում, 91 թվականից մենք այցելեցինք և Յարոսլավլի և Պերեսլավլի դպրոցներ, հանդիպումներ ունեցանք համայնքի ներկայացուցիչների հետ և շատ տպավորիչ էր այնտեղ կառուցված հայկական 2017 թվականից բացված հայկական եկեղեցին, որ կարևոր դեր ունի հայ հավատքի պահպանության հարցում և առհասարակ մեր այցելության նպատակը տեղում հայապահպանությանը օգտակար լինելն էր, ինչ որ երբ նպաստել ինչով կարող էինք, շատ կարևոր էր, որ մենք մեզ հետ տարանք այն գրականությունը, որ տրամադրել էր մեզ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան, ես էլ տարել էի ընդամենը նոր լույս տեսած Հովհաննես Շիրազ Անդիպ Էջեր գրքի 5-րդ հատորից ընդամենը 2 օրինակ, որտեղ այդ օրինակներն էին իմ ձեռքը ընկել, ես էլ սիրով նվիրեցի տեղի, մեկը նվիրեցի Պերեսլավ Զալեսկի քաղաքի հայ դպրոցին, մյուսն էլ Յարոսլավլի հայ դպրոցին։ Ես այս պահին ուզում էի ընդգծել, որ մենք մեզ հետ տարել էինք հսկայական հայագիտական գրականություն, որը կարող էր նպաստել իսկապես Ռուսաստանում հայապահպանությանը։ Քիչ առաջ պարոն Արագյազյանը ճիշտ նկատեց, որ մոտակա մարզերից և Վլադիմիրից և Կաստրամայից և ուրիշ տեղերից եկել էին պատվիրակություններ, այնպես որ նրանք Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները Հայաստանի կարոտն ունեն, հայ խոսքի կարոտն ունեին, մեզ լսելու կարոտն ունեին, սպասում էին մեզնից շատ բան, բայց մենք ինչքան մեր սուղ միջոցներով կարողացել էինք, այդքանն էինք տարել և նրանք իհարկե ուզում են կապ ունենալ Հայաստանի ներկա պետականության հետ, Հայաստանի իշխանությունների հետ։ Մեր ներկայությունը նրանց հիմք տվեց նաև քիչ առաջ մի շատ կարևոր բան ասաց արգելի Արթուր Արագյազյանը, որ լուծվեց շատ կարևոր անվտանգության հարց և այնտեղ փոքրիկ երեխաներն անգամ, դպրոցական երեխաներն անգամ զգացին, որ իրենք
մենակ չեն, իրենք անտեր չեն եւ մենք փաստորեն ներկայացնում էինք մեր պետությունը, մեր պետության վերաբերմունքն էր սա նաեւ օտարության մեջ ապրող մեր հայրենակիցների նկատմամբ։ Այնպես որ իմ տպավորությունը հրաշալի էր, որովհետև հայ մարդիկ էին տարբեր տեղերից այնտեղ հավաքված։ Բայց չէ որ Չարենցը կասեր նրանց այնտեղ էր շպրտել պատերազմի թաթը։ Այսինքն հայ մարդիկ այնտեղ հավաքվել էին իրենց բնակությունն էին հաստատել ոչ լավ օրից, լավ վիճակից չէ, որ մենք դրսում ունենք գաղթավայրեր, հայկական կենտրոններ, օջախներ, բայց մենք պարտավոր ենք նաև նրանց մենակ չթողնել եւ աջակցել նրանց հատկապես հայապահպանության հարցում, որպեսզի նրանք օտարության մեջ իրենց մենակ չզգան։ Շնորհակալություն, պարոն Գասպարյան, դուք եւս մասնակցել եք այդ ուղղորդությանը եւ ես կուզենայի ձեր մոտեցումները ցույց տալ։ Ես չգիտեմ, իրոք չեմ հիշում, որ այս վերջին տարիներին դրանով Հայաստանի Հանրապետությունը զբաղված լինի, նույնիսկ մասնավոր այսպես նախաձեռնություններով։ Ձեր տպավորությունները։ Շնորհակալություն։ Տաղավար հրավիրելու եւ հետաքրքիր հարցի համար ես կարող եմ ասել, որպես Ռուսաստանաբնակ, թե արդեն մեծ մասը լինում եմ դրսում, դա նշանակություն չունի Սփյուռքի Ռուսաստանի Սփյուռքի ամբողջ կառուցվածքը լիովին փոխված է։ Հատկապես վերջին տարիներին, 30 տարիներին, ինչպես պրոֆեսոր Սամվել Մուրադյանը հարգարժան նշեց, նրանք կյանքի ապրուստի միջոցներ հայթայթելու նախկին խորհրդային միության տարածքներից, միութենական հանրապետություններից առայժմ Ռուսաստանում հավաքված մեր հայրենակիցներն են եւ ես կարող եմ ասել, որ դա առաջին կարևոր աշխատանքներ, որ կատարվեց, որտեղ մենք ունենք Սփյուռքի հետ կապված հանձնարարական, ունենք շատ ինստիտուտներ, ինստիտուցիոնալ մոտեցումներ չի իրականացում։ Այսօր արդեն նշում են, որ Սփյուռքում հատկապես Ռուսաստանի հայկական համայնքում բնակվում են Ռուսաստանի տարածքում դաշնության 7 միլիոն հայեր։ Երեք ինձ տեղյակ պահեցին, մինչև այդ ասում են 4-6, դրանք շատ մեծ, այսպես ասած, քանակ է, եւ այդ որակի վրա մենք աշխատանք պետք է անենք, եւ առանձնահատուկ նշանակություն ունի, որ Սփյուռս աշխարհի սկսած ցեղասպանությունից դեռևս 2 դար առաջ այսօրվա դրությամբ Ռուսաստանում բնակվող հայերի ինտելեկտուալ հնարավորությունները, ինտելեկտուալ ընկալումները, հանրակրթական եւ արվեստավարժ կենսամակարդակը շատ բարձր է։ Իհարկե, այնտեղ կան ապոլիտիկ պահեր, ըմբռնումների, բայց դրան գալիս է սլավանական եւ այսպես ասած ռուսական կյանքի մենտալիտետից։ Ես կուզեի շնորհակալություն հայտնեի քաղաքակրթական հարցերով հասարակական կազմակերպությանը, նրա նախագահին, Գիտությունների ակադեմիայի միջոցով այս միջոցառումը կազմակերպելու համար եւ առանձնահատուկ ես կուզեի շնորհակալություն հայտնել մեր հարգարժան պրոֆեսոր Սամվել Մուրադյանին, որովհետեւ նույնիսկ ռուսախոս երեխաները հայացան։ Նույնիսկ ռուսազգությամբ ռուս ընտանիքներում, որտեղ ուզում են սովորել հայերեն ու կդրել մեր լեզուն, նրանք Շիրազի մասին լսելով, Չարենցի մասին լսելով, Բաքունցի մասին լսելով, դրանք ավելի մեծ ինտելեկտուալ, այսպես ասած, ծալքեր բացեցին մեր երեխաների համար, որոնք իրոք դրանց արդյունքը երևալու հետագայում։ Սփյուռքի Ռուսաստանի գործող օրենսդրությամբ եւ իրականությամբ սա նոնսենս էր, նորություններ կազմակերպված եւ այսօր այդ մարզերի
մարզերի հայկական համայնքի տեղը, դերը, նշանակությունը լիովին փոխվում է։ Առանձնահատուկ նշանակություն ունի ներկայումս ցեղասպանության 110-ամյակի եւ մեծ հաղթանակի սովետական ժողովրդի մեծ այդ թվում մեր ժողովրդի մասնակցությամբ հաղթանակի Հոբելյանի հետ կապված միջոցառումները, որ այդ միջոցառումների ընթացքում, հանդիպումների ընթացքում տեղական իշխանությունների հետ ընդունելության ժամանակ եւ մենք շնորհակալ ենք տեղական եւ ռեգիոնալ մարզային եւ քաղաքային իշխանություններին, որոնք շատ մեծ ընդունելություն կազմակերպեցին, լսեցին մեր պատվիրակության կողմից բարձրացվող հարցերը եւ կարող եմ ասել նույնիսկ Սփյուռքը կարող է համագործակցել տեղական ռեգիոնալ իշխանությունների հետ այդ մարզերի սոցիալ-տնտեսական հարցերը լուծելու համար։ Իհարկե նման միջոցառումներ արդեն նախատեսվում է, առանձնահատուկ կուզեի նշել դպրոցի դիրեկտոր տնօրեն Վիտալի Արուստամյանին, որ նախկինում ես 90-ական թվականներից հայկական համայնքն է ղեկավարել եւ այսօր իր շուրջ շատ հնարավոր է եւ այդպես էլ լինելու է հավաքելու է բոլոր համայնքներին եւ այսօր հենց հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ ցեղասպանության 110-ամյակի կապակցությամբ մենք մեր ձայնը պետք է բարձրացնենք, որ հայ ժողովուրդը իսպյուրոս աշխարհի պայքարել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայոց ցեղասպանության վրեժը լուծելու, չճանաչելու, չդատապարտելու, հենց չդատապարտելն ու չճանաչելը տարել է այդ շագանակագույն չումային եւ մեր ներկայացուցիչները, մեր ազգի ներկայացուցիչները սփռված աշխարհով մեկ մասնակցել են դիմադրողական շարժմանը։ Բոլոր տեղերում կազմակերպված դիմադրողական շարժումները ղեկավարել են հայերը, թե Հունաստանում, թե Իտալիայում, թե Ֆրանսիայում, նույնիսկ մասնակցել նոր ղեկավարել են Չինաստանի Նանգինյան կոտորածի եւ ճապոնացիների դեմ պայքարում։ Հետաքրքիր ազգենք, այսինքն մենք մեր բողոքն ենք ներկայացրել, մեր պարով միակ ազգային դիվիզիան Ստալինի թույլտվության Բերլինի գրավելու համար, այնտեղ մեր ռազմական, մեր պատմական, մեր հայկական քոչարի մեր պարով։ Այդ միջոցառումները արդեն իրականացվելու են եւ առանձնահատուկ նշանակություն, որ նաեւ նրանք համագործակցում են ցեղասպանված մի ժողովուրդների հետ, ինչպիսին եզդիներն են, ասորացիներն են, հույներն են համախմբված ու շատ կարևոր էր այդ հանդիպումները եւ դպրոցի աշակերտների համար, եւ ուսուցիչների համար, եւ հայկական համայնքի ներկայացուցիչների համար, քանի որ Ռուսաստանը միևնույն ժամանակ ապրում են տարբեր երկրպագություններ, երկրպագող ժողովուրդներ, կոնկրետ իսլամի եւ մնացած, ասենք, իուդիզմի նկատմամբ մոտեցումը, որ մեր դարդերի ցավերի մեջ իսլամը կապ չունի, բոլոր կատարած հանցագործությունները իրականացվել են կոնկրետ թուրքերի միջոցով, իսլամ երկրպագող ժողովուրդները ամբողջ մեծ մերձավոր արևելքում ընդունվել են եւ ջերմ ընդունել են եւ այսօր կա այդ մեծ սփյուռքը կա գոյություն ունի։ Ես գտնում եմ, որ երեխաները նույնիսկ հայոց լեզու ռուսախոս ռուս ընտանիքից նրանք իմացան, որ ռուսերեն լեզուն ստեղծել են Զասիմն ու Սավաջան, որոնք կրթություն են ստացել հայկական ուսումնական հաստատություններում։ Շատ եւ նրանց նկատմամբ լեզվի հատկապես ես ուզում եմ ընդգծել պրոֆեսոր Սամվել Մուրադյանի մեր լեզվի մասնագետների տարբեր բնագավառներում էպոսագիտության մեր այսպես ասած պատմության ես կուզեի հենց Արմեն Մարուքյանի կողմից ցեղասպանության հետ մոտեցումներին տրամադրված, որ կատարվեց եւ այսօր սկիզբ դրվեց մի շուրջ շարժման, որը իսպիրուս աշխարհի միավորվելու է նաեւ հայի ձայնը հենց կապված ցեղասպանության 110-ամյակին եւ այս բազմամիլիոն հայությունը իր խոսքը ասելու է ներկայումս Հայաստանի Հանրապետությունում իրականացվող քայլերին, որի մասնիկը Հայաստանի Հանրապետության հռչակագրով համարվում է հայ մարդը։ Շնորհակալություն պարոն Գասպարյան, շատ բովանդակալից
ելույթի համար։ Ես ուզում եմ ձեզ բոլորիդ շնորհակալություն հայտնել, քանի որ մեր ժամանակը մոտենում է ավարտին եւ խոսքը տալ Արտուր Կարագյուզյանին, այսպես ամփոփիչ խոսքի համար։ Շնորհակալություն, ես առաջ ասեմ այն ինչ որ օրինակ պարոն Գասպարյանը նշեց, որ այնտեղ նաև ռուսալեզու եւ ռուս հանրության կողմից կա հետաքրքրություն մեր գրականության լեզվի նկատմամբ, մեր այդ Յարոսլավլյան դպրոցի հանդիպման ժամանակ ռուս աղջնակը, որ այցելում է հայկական դպրոց, արտասանեց մաքուր հայերենով արտասանեց Համո Սահյանի Հայաստան ասելիս ոտքերս ծալվում են, ծնկներս ծալվում են բանաստեղծությունը եւ իսկապես այդպես է։ Ինչ վերաբերում է այցելության ձևաչափին, ասեմ, որ իսկապես սա եզակի ձևաչափ էր, երբ հայկական համայնքներ, դպրոցներ եւ նաեւ իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներ են կազմակերպվում Հայաստանից այցելած պատվիրակություն, որի կազմում ընդգրկված են տարբեր մասնագետներ, գրականագետներ, լեզվաբաններ, պատմաբաններ, ցեղասպանագետներ, աստվածաբաններ, էպոսագետներ, այսինքն ամենատարբեր ոլորտների եւ ուզում եմ անպայման նշել, որ այս այցելությունը դա այնպես չէր, որ միանվագ այցելեցինք, եկանք, տեսանք, գնացինք։ Սա ընդամենը նոր սկիզբ էր համագործակցության եւ ես վստահ եմ, որ այս ձևաչափով հանդիպմանը, քանի որ նաեւ ներկայ են Ռուսաստանի այլ համայնքներից պատվիրակություններ իրենց նախագահների հետ, ունենալու է իր շարունակականությունը այլ տարածաշրջաններում, հայկական այլ համայնքներում եւ ասեմ, որ Վիտալի Արուստամյանի հետ այսօր էլ արդեն աշխատում են, ինչպես պարոն Գասպարյանը նշեց, ցեղասպանության 110-ամյակի հետ կապված մեծ աշխարհագրական առումով շատ ընդգրկուն գիտաժողով Հայաստանից մասնակցելու են իրենց պատրաստականությունն են հայտնել Արևելագիտության ակադեմիկոս մեր Ռուբեն Սաֆրասյանը, ինստիտուտի ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը, պարոն Գասպարյանը, Ֆրանսիայից էլի մասնագետներ, Արեն Կարապետյանը, դեպուտատներից, Սորբոնի համալսարանից, Մոսկվայից եւ աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է մինչեւ ապրիլի 27-ին Կիրակի օրը, ունենալով Յարոսլավլի դպրոցում կենտրոնը որպես այլ համայնքներ էլ միանան, աշխարհի տարբեր համայնքներից միանան այդ գիտաժողովին եւ նաեւ սիրով կառաջարկենք Նոյան Տապան հեռուստաընկերությանը, եթե հնարավորությունը լինի կամ ուղիղ կամ հետագայում լուսաբանվի այդ միջոցառումը, որովհետև դա դառնում է կամաց համահայկական միջոցառում։ Ես կուզեմ հատուկ նաև ընդգծել մեր Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտներին, ովքեր հսկայական գրականություն տրամադրեցին։ Եվ Յարոսլավլի հայ համայնքը մեր ուղետոմսերը երբ գնել էին նաև բեռների, հա, ոնց է կոչվում, ուղեբեռներով հանդերձ, եւ մենք ամեն մեկս ունենք 23 կիլոգրամ ուղեբեռի եւ 10 կիլոգրամ ձեռքի բեռի հնարավորություն, պատվիրակության 8-րդ անդամը Մոսկվայից միացավ էլի մի ճամփրուկ գրականությամբ, 40 լավ կներ թվարկեիք, ես ուզում եմ թվարկել մեկ քանի կարևոր։ Ես ասեմ, որ մենք իմ շնորհակալությունը նաեւ ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանին, ով իմ ներկայացրած բոլոր նամակները ակադեմիայի հումանիտար ինստիտուտներին եւ հանրագիտարանին միանշանակ իր բլանկով ստորագրեց, ուղարկեց եւ պատրաստակամորեն Արևելագիտության ինստիտուտը, ես ուզում եմ ուղարկի անպայման նշել, Պատմության ինստիտուտը տրամադրեց հսկայական գրականություն, իրենց հայ ժողովրդի պատմության 7 հատորյակը, 8 հատորյակ է, մի հատորը տպագրության ընթացքում է, 7 հատորյակը եւ էլի բավականին շատ գրականություն, իդեմս տնօրեն Աշոտ Մելքոնյանին, Արևելագիտության ինստիտուտը հսկայական գրականություն տրամադրեց, որի համար շնորհակալություն ենք հայտնում տնօրեն Գոհար Իսկանդարյանին, Արվեստի ինստիտուտը, մեր արվեստի գործիչների սկսած Կոմիտասից վերջացրած իրենց հանդեսներով, արվեստագիտական հանդեսներով, բավականին արժեքավոր գրականություն տրամադրեցին, շնորհակալությունս տնօրեն Աննա Ասատրյանին, Գրականության ինստիտուտը բավականին գրականություն եւ հայ ժողովրդական հեքիաթները տրամադրեց Մարտիրոս Սարյանի նկարազարդումով, Հերիքնաց Որսկանյանին տնօրենին, Հայկական հանրագիտարանը, ով տրամադրեց բավականին հանրագիտարանային գրականություն
մեր շնորհակալությունը իդեմս Հովհաննես Այվազյանի տնօրենի եւ լեզվի ինստիտուտի տնօրենը ինքը գրականությամբ հանդերձ մեր պատվիրակության մեջ էր պարոն Վիկտոր Կատվալյանը իր հետ բերել էր լեզվաբանական վերջին իրենց հրատարակած գրականությունները։ Ես որպեսի որևէ բան բաց չթողնեմ կցանկանայի նաեւ հատուկ նշել, որ ռուսական կողմից մեր պատվիրակությանը ընդունեցին իրենց պատվիրակության, ոչ թե անհատական, ուրեմն եթե կարելի է ես ռուսերեն ասեմ, բոլորը հասկանում են, заместитель мэра города Ярославль по взаимодействию с общественностью, международным связям и обеспечению деятельности мэрии Гаврилов Вячеслав Игоревич. Советник губернатора Ярославской области Бочин Александр Վլադիմիրովիչ եւ այսպես մեծ պատվիրակություն իրենց կողմից։ Իմ մեծ խորին շնորհակալությունները շնորհակալություն պարոն, ցավոք սրտի մեր հաղորդման ֆորմատը թույլ չի տալիս ավելի երկար քննարկելու այս ամբողջը, բայց մենք կարող ենք հույս ունենալ, որ ձեր այս նախաձեռնությունը հայկական համայնքներ այցելությունների շարունակական կլինի, դուք այցելեք նաև այլ համայնքներ, նաև այլ երկրների համայնքներ, որովհետև այդ ամբողջը կարծես թե ելնելով այս քաղաքական կոնյունկտուրայից մնացել է լուծանցքից դուրս։ Մենք պիտի թույլ չտանք, որպեսզի ուրեմն մեր սփյուռքը իրեն օտարված գա Հայաստանի Հանրապետությունից։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, սիրելի բարեկամներ, սրանով մեր հաղորդումը ավարտվեց, մաղթում ենք ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։